Բարև ձեզ։ Այսօր մի քանի փաստ ունեմ հետաքրքիր ու միջև փաստերին անցնելը իմ կարծիքով մի քիչ մշակութային նախապատմություն է ձեզ պետք ներկայացնել։ Կոնկրետ փաստերս քանի որ Չինաստանի մասին են, ես ձեզ ներկայացնեմ Չինաստանի դարերի անցած ձևավորված մշակույթը, հիմքը որպես արմատ, հետո կասեմ այդ մշակույթի հետևանքը մեր օրերում։ Ուրեմն Չինաստանը քանի որ դարեր շարունակ ապրել է ծայրահեղ աղքատության մեջ, հիմնական ժողովրդի մասան։ Դրա համար իրենց մոտ ինչ-որ երևի գեների մակարդակի վրա ձևավորվել է այդ աղքատության վախը ժամանակակից Չինաստանում մարդիկ ահավոր վախենում են աղքատ տեսք ունենալուց, աղքատի սովորություն դրսևորելուց, թե աղքատի տեսք ունենալուց։ Դրա հետ կապված այստեղ մի քանի սովորություն կա, որ դեռ մինչև հիմա մնացել է ու այդ աղքատության հետևանքը։ Նախ ռեստորաններում մարդիկ սնվելուց հետո միշտ աշխատել են մի բան թողնել սեղան, այսինքն միջև վերջ մաքրել այստեղ ընդունված չի եղել ընդհանրապես, քանի որ մարդիկ մտածում են, եթե դու քո ուտելիքը ամբողջությամբ մաքրում ես, ուրեմն դու աղքատ ես, դա աղքատներին բնորոշ գիծ է։ Ու այն աստիճանի էր հասել, որ վերջերս մի քանի տարի առաջ այստեղ անգամ օրենք ընդունվեց ու դեռ ոչ ամենուրեք աշխատում օրենքը, բայց արդեն երևի գնում է դեպի փոխվելը։ Ամեն դեպքում իմ կարծիքով սենց ուղեղի մեջ մտած, ոսկորի մեջ մտած սովորույթները այդքան հեշտ չի մարդու մեջից անել։ Եթե քո ուտելիքը չես վերջացնում, ռեստորանին ինչ-որ տուգանք ես մուծում։ Ու շատ մարդիկ դա ընկալեցին որպես ավելի շատ ինչ-որ ձևական դրսևորում, որ ես աղքատ չեմ։ Բացի նրանից, որ ես ուտելիք եմ թողել, նաև ես պատրաստ եմ այդ 50 յուանյա կամ չգիտեմ ինչքան յուանյա պատրաստ եմ վճարել որպես տուգանք, քանի որ ես աղքատ չեմ։ Անկամ տեղեր կան, ռեստորաններ կան, որ նախորդ այստեղ բուֆե ռեստորաններ շատ կան, բուֆե ռեստորանի կոնցեպտը ասեմ, ինչա դու վճարում ես կանխավ, ինչ որ ֆիքսված գումար ես վճարում, մարդով էլի, ասենք 4 հոգով եք եկել, 4 հոգու համար ինչ որ ֆիքսված գումար ես վճարում, ու հետո մտնում ես ինչ ուզում ես, վերցնում ուտում ես։ Հիմա այստեղ վճարելուց դու 50 յուան, 50-100 յուան նայած որտեղ ոնց ավել ես վճարում, ու եթե հեռանալուց քո սեղանին ինչ որ ուտելիք կա մնում, այդ 100 յուանյա կամ այդ 50 յուանյա արդեն որպես տուգանք մնում է հաշվի մեջ, իսկ եթե դու սեղանդ մաքրում ես ու դուրս գալուց սեղանիդ վրա ուտելիքի մնացող չկա, այդ փողը քեզ դուրս գալուց վերադարձնում են։ Սա հետաքրքիր է ընդհանրապես որպես բիզնես գաղափարի ինչ-որ մասնիկ, հետաքրքիր բան է, քանի որ դե մարդ ես մտնես ամեն ինչ ծրիա, ամեն ինչ վերցնես, ոչ ամեն ինչ ուտես, հետո հա լիքը բան թողես, չէ՞։ Այնպես որ իմ կարծիքով շատ լավ գաղափար է հետաքրքիր։ Մյուսը ինչ էի պատմում, հա, մաշկի գույնը ժողովուրդ, ուրեմն մեր մոտ Հայաստանում, դե ես Հայաստանում եմ մեծացել, ես գիտեմ, որ մաշկի գույնը ինչքան մուգություն կա, ինչքան թուխ մաշկի գույնը, դա մեր մոտ ասոցիացվում է ինչ-որ հարստության հետ։ Ենթագիտակցորեն, քանի որ ոչ բոլորը երևի այդ հնարավորությունը ունեին միջև վերջերս գնալ ծովափնյա ինչ-որ հանգիստ անցկացնել, ու եթե դու թուխ արևայրուքով ինչ-որ մաշկի գույնով տեսք ունես, դա գնահատվում է որպես լավ։ Ու դրա հետ մեկտեղ դա հաշվում է որպես գրավիչ։ Իմ կարծիքով մեր մոտ թուխ մաշկի գույնը գրավիչ է հաշվում, երևի կհամաձայնեք իմ հետ։ Այստեղ Չինաստանում լրիվ հակառակ տարբերանքն է։ Նորից գնում ենք չինական պատմություն, հին դարեր, երբ որ կայսրերը ապրել են իրենց պալատականների հետ, իրենց շքեղ պալատներում, մաշկի գույնը իրանց եղել է սպիտակ, ու տենց սերունդ այդ պալատական մարդկանց կամ հարուստների կամ կայսրական ընտանիքի անդամների մաշկը եղել է միշտ սպիտակ։ Ի հակադարձ իրենց ժողովրդի մեծամասնությունը, որոնք ստիպված են եղել արևի տակ աշխատել, դաշտերում, գյուղական ինչ-որ գործերով զբաղվել, այս մարդիկ եղել են թուխ մաշկով, քանի որ արևից ամբողջ օրը արևի տակ աշխատելուց մաշկը թխացել է, մքացել է։ Ու հիմա Չինաստանում մի հետաքրքիր բան կա, որ թուխ մաշկը, մուգ մաշկը ընդհանրապես գրավիչ չի համարվում։ Դրա համար մանավանդ աղջիկները կանայք շատ ուշադրություն են դարձնում իրենց մաշկի գույնին, թե ինչ-որ հատուկ միջոցների օգնությամբ մաշկը սպիտակացնելու, թե ընդհանրապես արևից պաշտպանվելով։ Ու այստեղ հետաքրքիր մի բան կա, անգամ զավեշտալի է, որ այդ մեզ չինական ծովափնյա տարածքները, ծովի ափերին, այնտեղ կտեսնես մարդկանց ամբողջ մարմինը փակած, անգամ այդ լողազգեստերը իրենց փակում են միջև այս հատվածները, ստեղ անգամ կան որ երեսներն են փակում, միայն աչքերն են դուրս մնում, հանկարծ արևից մաշկը չմքանա, էլի, այդ պահով շատ են վախենում, շատ են հետևում, որ այդպիսի բաներ չլինի, որ հանկարծ մաշկը չմքանա։ Սա գիտեք ոնց է, ոչ թե ավելի շատ ոչ թե ինչ-որ ռասայական, դե քանի որ Չինաստանում կան թխամաշկ, ինչ-որ ազգություններ, էթնիկ խմբեր կան ավելի
ավելի սպիտական մաշկ, բայց այստեղ հարցը ոչ թե դրա մասն է, ոչ թե ինչ-որ ռասայական խտրականության մասն է, այլ ավելի շատ սոցիալական։ Այսինքն դու եթե մուգ մաշկ ունես, դու ավելի աղքատ խավի ներկայացուցիչ ես, եթե դու սպիտակ ես, դու ավելի հարուստ տեսք ունես։ Դա էլ այդպես, դա նույնպես տարբերությունների մասին էլ է, հետարքիր մեր մոտ ինչպես են կալվում ու այստեղ ինչպես է լրիվ հակառակն են կալվում։ Ու մի հետարքիր բան էլ կա, ուրիշ փաստ, սա հաջորդ փաստը ընդունեք, բայց որպես սրա տրամաբանական շարունակություն, ուրեմն ասեմ ինձանից ոչ ոք չնեղանա ժողովուրդ, բայց ինչ ճիշտ է։ Մեր մոտ մեծ ցուցված ականջներով մարդկանց ինչ որ անգամ ծաղրի առարկա կարող են սարքել, չէ, ինչ որ հայտնի անուն էին կպցնում են, չեմ ասի, բայց այդ տեսքը մեր մոտ ասած ես դե նկատի ունեմ Հայաստանում, ես դե Հայաստանից եմ ամեն դեպքում։ Չնայած ես 6 տարի այստեղ Չինաստանում եմ, բայց մեր մոտ ասելուց իմացեք Հայաստանը նկատի ունեմ։ Ընդհանրապես այրայր գրավիչ չի հաշվել դա։ Այստեղ Չինաստանում լրիվ ընդհակառակը այս վերջի տարիների տրենդները, այսինքն գեղեցկության տրենդի մեջ մտնում է այս ցծված ականջները, մեծ ցծված ականջները ու այն աստիճանի է հասել, որ անգամ ես եթե ինտերնետից նկարներ գտնեմ ինչ որ հայտնի դերասանների, որոնց ականջները ցծված են, կդնեմ, այստեղ կտեղադրեմ։ Կարծեմ միայն Չինաստանում չի, անգամ Ճապոնիայում էլ է, տենց ինչքան գիտեմ, Կորեայում, Միլան կիմանա, Կորեայում տենց բան կա, որ ցծված ականջ, հա? Միլան, Կորեա։ Ռուսաստանում էլ են սկսել, հա, հեսա կգա երևի Հայաստանն էլ արդեն։ Այս տեսանյութից հետո հաստատ արդեն Հայաստանում կփոխվի վերաբերմունքը, չնայած վերջերս դե Հայաստանը այդ փուլերը անցել այն կարծիքով, այդ ծաղրանքի առարկա եւ այլն ինչ որ արտաքին գծերի հետ կապված մենք դա արդեն անցել ենք, հուսով եմ։ Ես ընդհանրապես չեմ տեսել վերջի 10-15 տարվա մեջ, բայց ամեն դեպքում Չինաստանում գիտեք ինչ եմ շատ նկատել, հենց հաստեղ տեսանյութել ունենք կտեղադրեմ, հատուկ անգամ պլաստիկներ են վաճառում, որ դու դնում ես ականջիդ հետևը, որ ականջդ այսպես մնա ու ինքը ժամանակի ընթացքում այդ տեսքը ընդունել, ինքը տենց մնա։ Անգամ գիտեք ինչ էի նկատել, ես ջղայնանում էի անգամ մի ժամանակ, բայց հիմա արդեն գիտեմ ինչի համար էին տենց անում, այս կովիդի ժամանակն ամանավանդ երեխաներին երբ որ այդ դիմակները հագցնում էին, այդ թելերը ականջի հետևը գցելու փոխարեն դնում էին այսինքն ականջի ծայրերի, որ ականջները այս տեսքը ընդունեն։ Ջղայնանում էի ասում ես ինչա ուղղեք երեխեքի բանա, բայց բարձվում է, որ տենց ինչ-որ տրենդ կա այստեղ ու մեծ ականջներ, անգամ պլաստիկ վիրաբուժության են դիմում, որ ականջները այդ տեսքը ընդունեն։ Դա էլ է, ու պլաստիկ վիրաբուժության մասին խոսացի, մի ավելի հայտնի պլաստիկ օպերացիա էլ կա այստեղ Չինաստանում, ամենատարածված օպերացիաներից մեկը, բացի ականջները մեծացնելուց, մեծացնել չէ, էլի դե գիտեք, ծծելուց։ Նաև կա օպերացիա, որը անում են աչքերի կոպերի վրա, որ աչքերը մեծացնեն։ Դա ես ճանաչում եմ մարդկանց, որ արել է։ Երիտասարդ աղջիկներ իրենց աչքերի այս կոպերի վրա ինչ-որ պրոցեդուրա, ինչ-որ բան են, մանևրեր են անում, որ կոպերը ձգվեն ավելի շատ ու տակի սալն են, ճարպն են կարծեմ հեռացնում, որ աչքերը ավելի մեծ տեսք ունենան։ Այնպես որ մեծ աչքերն էլ գնահատվում են ու հաշվում են շատ գրավիչ այստեղ Չինաստանում։ Այդ առումով Ռոբերտն է դուժում, Ռոբերտի հետ որտեղ գնում ենք, Ռոբերտին բոլորը կանգնացնում են, ու աչքերը մեծ է։ Հեսա Միլան հուշում է, մի փաստել, այս փաստը չէի նախատեսել պատմեի, բայց Միլան է հուշում, ասում է անգամ շրթերը փոքրացնում են։ Մեր մոտ ընդունված է շրթերը մեծացնել, չէ՞, հիմա սա գնում շրթերը ասենց ուրցնում են։ Փոքրացնում են, թե տենց են անում։ Հա? Այստեղ հակառակն է, այստեղ շրթերը փոքրացնում են, բայց ուշադրություն են դարձնում այս հատվածի վրա, այս մեջտեղը, որ սենց սիսն ու մասիսը երևա էլի։ Այդ էլ երևի մեզանից են, հայերից են բանարը, սիս ու մասիսի խորհրդանիշը, դա որպես կատակ չէ, բայց Միլան ասում է տենց բան էլ կա։ Այդ ականջների պահը շատ հետաքրքիր էր, հեսա համարը մի տեղ նկարել էր, հեսա տեսանյութը այստեղ կտեղադրեմ, նայեք, ականջի հետևը պլաստիր էր դրված, հեսա Սա նրա համար են անում, երկար ժամանակ sense տեղադրում են ու ժամանակի ընթացքում ականջները իրենց ձևը փոխում են։ Մինչև շարունակելը մի հոյակապ լուրի մասին եմ ուզում կիսվել։ Չնայած ասել էի կարճ ֆորմատով, բայց sense երևի մի քիչ ավելի մանրամասն կպատմեմ, այս վերջերս Չինաստանում մի օրենք ընդունեցին, շատ կարևոր է, իմ կարծիքով հեղափոխական օրենք է, այս մեդիա դաշտի զարգացման հետ կապված։ Ուրեմն բլոգերները սրանից հետո Չինաստանում առանց ինչ որ կրթական հիմք ունենալու, այսինքն եթե դու ինչ որ կոնկրետ ոլորտում մաս
մասնագետ չես, դու այդ ոլորտի մասին իրավունք չես ունենա այսուհետ խոսել։ Կարծեմ դեռ օրենքը վերաբերվում է 4 ոլորտների, որոնք են կրթությունը, այսինքն ինչ կրթական ինչ առարկա ուզում լինի, եթե դու կրթում ես քո բլոգից, քո տեսանյութերից, կրթում ես քո լսարանին, ուրեմն դու պետք է դրա համար համապատասխան կրթություն ունենաս, բացի կրթությունից, նաև հեսակ ասեմ, ոլորտները ասեմ, ուրեմն կրթություն, բժշկություն, բժշկական գիտություն, քաղաքականություն եւ իրավաբանություն։ Ուրեմն այս 4 ոլորտներում, եթե դու բլոգեր ես ու դու ժողովրդին ինչ-որ տեղեկություն ես հայտնում, եթե դու չունես բազա, եթե դու չունես հիմք, դու իրավունք չունես։ Անկամ եթե դու ունես հիմք, այսինքն դու մասնագետ ես տվյալ ոլորտում, դու պետք է գնաս ինչ-որ պատկան մարմիններում ստանաս լիցենզիա, այսինքն դու պետք է քննություն անցնես, լիցենզավորվես ու հետագայում ինչ-որ ժամանակը մեկ պետք է թարմացնես քո լիցենզիան։ Այս օրենքը ընդունվել է արդեն կարծեմ մոտավորապես 1 ամիս է։ Աշխարհում մեծ աղմուկ է հանել, բոլորը քննարկում են, թե սա լավ է, թե վատ է, թե սա խոսքի իրավունքի սահմանափակում է, թե իրականում լավ է։ Իմ կարծիքով, իմ անձնական կարծիքը դա դրական է, ես դրական եմ գնահատում, բայց իհարկե պետք է որ ճիշտ կառավարվի այս ամեն ինչը, եթե կարողանան ճիշտ կառավարել, իմ կարծիքով հոյակապ նորություն է, քանի որ կտարածվի ոնց էլ լինի, կարծեմ անգամ լսել եմ, որ ԱՄՆ-ն էլ է ուզում ինչ-որ նման օրենք ընդունի, այնպես որ վերջապես երևի այս ինտերնետի այս անհսկվող իրավիճակը վերջապես կլավանա, քանի որ մինչև հիմա ով ոնց հասնում էր, քանի թերմին սովորելուց հետո սկսում էին իրենց TikTok-ներով, թե YouTube-ներով իրենց ներկայացնել ոլորտը, որից շատ դեպքերում իրենք ընդհանրապես գաղափար չունեն ու մարդիկ էլ այսօր այնց են միամիտ դարձել, որ ամեն ինչին հավատում են։ Այնպես որ տեսնենք, լավ կլինի իմ կարծիքով ու ինչ եք կարծում, Հայաստանում արժի այդպիսի օրենք ընդունել, թե չէ։ Ու վերջում երևի ամենաշոկային չինական փաստը ձեզ կպատմեմ, ու սա լրիվ լրջությամբ եմ ասում, չինացիների ու մեր տարիքը ընդհանրապես տարբերվում է, հաշվարկումը, հեսա բացատրեմ ինչու։ Մի քիչ դժվար անկալել եմ ես, բայց ուշադիր լսեք։ Չինացիները հաշվում են, որ երբ երեխան ծնվում է, ինքը արդեն մոտավորապես մի տարեկան հասակ ունի։ Այսինքն ծնվելուց ոչ թե հաշիվը իր տարիքի սկսում են 0-ից, այլ ծնվելուց չինացի երեխաները արդեն ունեն մի տարեկան։ Ծնվելուց հետո սկսում է երկրորդ տարին։ Չինաստանում երեխան ծնվեց արդեն մի տարեկան է։ Ինստինկտիվ ավտոմատ մի տարեկան է։ Բացի դրանից մի ուրիշ բան էլ կա, որը ավելացնում է այս թեմային, Չինաստանում տարիքը ծնունդը հաշվում են, ավելացնում են ոչ թե ծննդյան օրը, այստեղ նոր տարի նշվում է լուսնային օրացույցով, սա ավանդական նշումն է, էլի, ինքը իհարկե եթե ինչ-որ փաստաթղթային նշումներ կան, դրանք ամեն ինչը հաշվում է մեզ նորմալ, մեր սովորական նոր տարվա օրերով, բայց նշումը եւ նոր տարի տոնելը, թե պետական արձակուրդները, թե նոր տարվա նշումը եւ հանգստանալը եւ այն տոնակատարությունը, որը մենք ենք անում նոր տարի, իրանք ամեն ինչ անում են լուսնային նոր տարում։ Այսինքն ըստ լուսնային օրացույցի այնպես է ստացվում, որ տարբեր դատարան են լինում տարեստարի, մոտավորապես հունվարի վերջից մինչև փետրվարի վերջ, այդ մի ամսվա մեջ ընկած ժամանակում ամեն տարի մի օր են որոշում, օրինակ այս 26 թվականին չինական նոր տարին լինելու է ամսի 17-ին փետրվարի, անցյալ տարի փետրվարի 1-ն էր, դրա նախանցյալ տարի փետրվարի 9-ն էր, այդպես էլի, ոնց են հաշվարկում, չգիտեմ։ Ու հիմա այստեղ տարիքը մարդկանց ավելանում է, ոչ թե իրենց ծննդյան օրը, այլ լուսնային նոր տարվա օրը, այսինքն ես եթե 1 տարեկան, ես եթե, չգիտեմ, երեխան 2 տարեկան է, լուսնային նոր տարվուց հետո ինքը դառնում է 3 տարեկան։ Բոլորի տարիքը ավելանում է լուսնային նոր տարին։ Ու հիմա այնպես հաստատվում, որ sense դեպքեր էլ լինում էլի, այն երեխաները, որոնք ծնվում են լուսնային նոր տարվանից առաջ, չգիտեմ, մի ամիս առաջ, 2 ամիս առաջ, 2 օր առաջ, անգամ մի օր առաջ, իրենք ունեն արդեն մի տարի, մտնում են երկրորդ տարին, այդ մի քանի օրվա մեջ անցնելուց հետո գալիս է լուսնային նոր տարին, ու այնպես է ստացվում, որ մի քանի օրական երեխան կարող է արդեն 3 տարեկան լինել։ 3 տարեկան ասած 3-րդ տարին մտնի, էլի։ Այնպես որ 2 տարին լրանում է լուսնային նոր տարը, բայց իրականում երեխան դեռ մի քանի օրական է կամ թեկուզ մի ամսեկան է։ Դա էլ է հետաքրքիր, այնպես որ էսի կարա ինչ-որ կոնֆուզի բերի, շատ ա եղել իմ հետ, որ տարիքի հետ կապված արիք հարցնելուց ասել են, հետո պետք է ճշտենք եւ այլն։ Դրա համար եթե ձեզ ինչ-որ
կարևոր է տարիքը իմանալ, ինչին ացում նկատի ունեմ։ Դուք հարցրեք ոչ թե տարիքը այդ քանի տարեկան ես մեզ սովորական ձևով, այլ իրենց հարցրեք քո ծննդյան օրը ու տարի, որ տարին ես ծնվել։ Ըստ դրա արդեն տարիքը կարաք ինքներդ հաշվարկեք։ Մի քիչ դժվար է, բայց այդպես է, ինչ անենք, տարբերվում է։ Հենա Ռոբինը դե արդեն բան են անում աշկերին։ Հիանում են Ռոբի աշկերով։ Այսքան բան ժողովուրդ ջան, մի մոռացեք, հետևեք ալիքին, եթե չեք հետևում, բայց տեսանյութերս նայում եք, ձեզ դուր գալիս է։ Կիսվեք, մի բան ասեք մեկնաբանություններում ու անպայման հետևեք ձեր ամենամեծ աջակցությունը կլինի ձեր լայքը, ձեր հետևելը, ձեր մեկնաբանությունը եւ եթե ցանկություն ունեք, կարաք ձեր սոցհարտակներում կիսվել։ Ցտեսություն։